իրան հանրային աջակցություն պետք չի։ Իրան պետքա մի բան, իր պրոգրեսիան ավելի շատ թվով գրաված եկեղեցիներ։ Չէ, բա հիմա ինչ անենք, ասում, բրծում կա։ Էս էլ ջահել տղա է, էլի, ասես որ գնա մի 30 տարի հələ հանգիստ իշխանություն կպահի։ Էրդողանն էլ թողում է, որ ընտրություններին մասնիկ մարդիկ մասնակցեն, հենց հաղթում են, բռնում են, նստացնում են։ Նիկոլը պոկում է Հայաստանի եկեղեցին, աշխարհի բոլոր եկեղեցիներից։ Առնվազն այն sense ասած վերջացած նիկոլական պետքա լինի մարդ, որ իր աղբոր ու իր եղբոր տղայի մահը անցնելով դառնար նիկոլական։ Մարդիկը կգնան բռնության, չգիտեմ, մեկը կգտնվի, որ բան կմտածի, որ այլևս ելք չկա, միակ ելքը բռնությունն է։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորանի հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ամեն երկուշաբթի ես եւ Ավետիսը փորձում ենք վերլուծել քաղաքական ամենակարևոր իրադարձությունները։ Իսկ այսօր վերլուծում ենք նոր կահույքով, ասա որ հաճելի է։ Իմ համար որ հա։ Ավելի հարմար աթոռներ, ավելի բարձր սեղան, նույնիսկ կարող ենք սոս թևերը դնել սեղանի։ Ասում են նոր կահույքով նոր լուրեր, թե նոր կահույքով հին լուրեր։ Ինչ է քեզ այս շաբաթ տպավորել իրադարձություններից։ Առանձնապես որևէ բան, որ ասեմ, մտեն շատ տպավորվել է, եթե անցնելու լինենք անցած շաբաթվա վրայով, պետքա նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր այդ գժությունները։ Գժությունները նկատի ունես ամեն կիրակի մեզ դիվադաթար անել, պատարակի գնալ, ընդ որում այս կիրակի իմ սիրելի ChatGPT-ին ես էլի նկարը գցել եմ, հաշվել է, ասում է 127, 180 մարդ է մաքսիմում այդ տարածքում։ Այսինքն գնալով բանը իջնում է մասնակիցների քանակը, բայց այս մարդու էնտուզիազմը չի իջնում։ Դες տպավորությունը ոնց որ sense գիտես, այն խաղամոլներ են ելնում, որ ամեն հաջորդ խաղադրույք անելուց հույս են ունենալու, որ էսա միլիոն են շահելու, ամբողջ կորցրածը հետ բերեն, ինքը այդ ոչի մեջ է։ Նայ, Ինչի անում։ այս անգամվա գժության հետ կապված երկու դրվագ եմ ուզում խոսենք ու անցնենք դրանից առաջ։ Մեկը այն էր, որ հերթական անգամ Սուրբ Գևորգ Արմավիրի մարզի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորին, Տեր Մաշտոցին թույլ չտվեցին, որ ինքը իրականացնի հոգևոր ծառայությունը պատարակը։ Այն դեպքում, երբ Տեր Մաշտոցը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ երբ որ նրան հարցրել էին, թե դուք կաթողիկոսի անունը կտաք, թե չեք տա, ինքը ասել էր կգա այդ ժամանակը եւ ես այդ ժամանակ կորոշեմ։ Այսինքն նախապես անգամ չէր էլ հայտարարել, որ բանա ասելու եմ։ Հա, չի զերծելու անունը կաթողիկոսի։ Չէ, ասելու եմ, բայց ինչն էր խնդիրը։ Նայ, փաստորեն ամբողջ պետական, այսպես կոչված պետական մեքենան աշխատում է Նիկոլ Փաշինյանի համար եւ փաստորեն այն, որ մենք ասում ենք ազգային անվտանգության ծառայություն, այտենց գրված է, չէ՞, շենքերի վրա բան, Նիկոլի անվտանգության ծառայությունը պարզել էր, որ այդ մարդը տալու է այդ անունը։ Ոնց է պարզել։ Մտել են այդ մարդու ուղեղի մեջ։ Այո, մտել են այդ մարդու ուղեղի մեջ։ Նորից եմ ուզում ասեմ, որ ես Արմավիրում եմ ապրում եւ իմ շրջապատի հետ, երբ որ քննարկում էինք այդ հարցը, թե թույլ են տալու, որ Տեր Մաշտոցը կատարի այդ արարողությունը, ես հստակ ասեցի, որ թույլ չի տալու։ Ու ասեցի նաև ինչի համար թույլ չեն տալու։ Տեր Մաշտոցը շատ պարկեշտ մարդ է։ Ես անձամբ մի քանի անգամ շփվել եմ իր հետ եւ զգացել էի, որ ինքը շատ նորմալ եւ շատ պարկեշտ եւ շատ ազնիվ մարդ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հետևորդը չի կարա ոչ ազնիվ լինի, ոչ պարկեշտ լինի։ Տեր Մաշտոցի եղբոր տղան 44-օրյա պատերազմի զոհերից է։ Նրա եղբայրը Նիկոլ Փաշինյանի զոհերից է նաև։ Տեր Մաշտոց, այո, որովհետև իր տղայի կորուստը ապրելով, վերապրելով մահացել էր, այդ վշտից մահացել էր։ Միթե առնվազն այն sense ասած վերջացած նիկոլական պետքա լինի մարդ, որ իր աղբոր ու իր եղբոր տղայի մահը անցնելով դառնար նիկոլական։ Ես դրա համար օրինակ իմ շրջապատում, երբ որ մի 3-4 հոգով մենք նստած քննարկում էինք, ես էլ 4, ես հստակ ասացի, որ ես վստահ եմ, որ իրանք ուրիշ մարդ են բերելու։ Բայց դու պատկերացնում ես ստորության աստիճանը մարդկային
նվաստության աստիճան, այնտեղ ինչ որ մի հատ թեմի առաջնորդ կա, սիոնա, սիոնիստա, չգիտեմ ինչիստա։ Դու պատկերացնում ես այդ մարդու վշտի վրայով անցնես, քո ընկերոջ, քո հոգևոր եղբոր վշտի վրայով անցնես, ու ինչ որ էլի մեկին թեմից բերես, ախպեր, այդ գիտես ոնց որ ինչ լինի։ Ասենք, չգիտեմ, էլի դա սրբապղծություն էլ ասելը չի, էլի դա տարական մարդկային հարաբերությունները պղծել է։ Հիմի դու պատկերացնում ես Տեր Մաշտոցը ոնց է վերաբերվելու իր թեմի այսպես կոչված այդ առաջնորդ կոչեցյալին։ Շատ դժվար է լինելու իրանց փոխհարաբերությունները, բայց այստեղ ինձ ավելի շատ հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանի այդ անհասկանալի ցանկությունը զեղչել կաթողիկոսի անունը։ Ասենք, որ ասել այդ մարդը կաթողիկոսի անունը, ինչա դիվահարել լինելու, չգիտեմ, կաթվածից մեռնելու էր, ինչ կլինելու։ Նայ, ես հիմա այս առաջինն է, ես որ ասացի երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք, մեկը այս բան է, հանգամանքը, զուտ մարդկային հանգամանքը, որ նույնիսկ այդ մարդկային հարաբերություններն են ոտնահարվում, եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ Սուրբ Գևորգ եկեղեցում տեղադրվեց Հայաստանի Հանրապետության դրոշը եւ կաթողիկոսի անունը չասվեց։ Իրանց նպատակը հետեւյալն է։ Եթե մեզ դիտողները հիշում են, մենք նախորդ հաղորդման ժամանակ էինք այս թեմային անդրադարձել։ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցուց ուզում է ստանալ Հայաստանի առաքելական եկեղեցի։ Ինչ տարբերություն սրա մեջ։ Նայ, հիմա մի հատ մեր հետևորդները թող մի հատ հիշեն, թե նաև մարդիկ կան, որ մեզ հետևում են արտասահմանից, լսում են մեզ արտասահմանից։ Հիմա պատկերացրեք, հայ առաքելական եկեղեցին հարյուրավոր, եթե ոչ ավել, եկեղեցիներ կան, որ գործում են դրսում, չէ՞։ Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում եւ այլն։ Եվ առացարակ կաթողիկոս ամբողջ հայ առաքելական եկեղեցիների հետևորդների կաթողիկոսն է։ Այսինքն մենակ Հայաստանին է, չէ՞։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս, որ օրինակի համար ենթադրենք Հայաստանի դրոշը դրվեց Սուրբ Գևորգ եկեղեցում։ Հիմա ու որոշվեց Նիկոլի բռնաճնշումների արդյունքում որոշվեց, որ Հայաստանի դրոշը դրվում է։ Քո կարծիքով, օրինակ թույլ են տալու, որ մյուս եկեղեցիներում, օրինակ Թուրքիայում, ասելու են ախպեր։ Աման, ինչի՞ քերու գնում Արցախում հայկական եկեղեցիներ կան։ Չէ, դե նրանք չեն գործում։ Լսի, նա այնտեղ չի գործում։ Ասում է հիմնը պետք է հնչեցվի։ Չէ, հիմի ես քեզ հարց եմ տալի, ասենք Իրանում, Ռուսաստանում, չգիտեմ, այլ տեղեր։ Հա, բայց ինքը նաև շեշտում ասում է, այդ ամեն ինչը պետք է արվի Հայաստանի տարածքում գործող եկեղեցիներում։ Հիմնը գոնե էլի։ Հայ առաքելական եկեղեցու ամբողջ այդ բանը իմաստը, հա, որ համախմբող ամբողջ սփյուռքը ոչ միայն իմաստը, այդ արարողակարգային ամբողջ բանը ընդհանուր է, հասկանում ես։ Բոլոր տեղերում պատարակը նույն տեքստն է ասվում, աղոթքները ունեն նույն տեքստը, այսինքն երբ որ դու բռնում ես եւ դա մասնատում ես, միտեղ փոխվում է, միտեղ հիմնահնչում, միտեղ չգիտեմ ինչ է արվում, սա պառակտման էլեմենտներից մեկն է։ Հիմա անցնենք պառակտման հաջորդ էլեմենտին, որը շատ ավելի խորքային է։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հայ առաքելական եկեղեցու օրինավոր գահակալին, Գարեգին կաթողիկոսին հեռացնել իշխանությունից ու դնել իր դրածոյին։ Զարա ջան, ես քեզ հիմա հարց եմ տալիս։ Արդյոք բոլոր հայ թեմերը ընդունելու են բացառված։ Հիմա ես քեզ բոլոր այն թեմերը, որ արդեն իսկ հայտարարություն են արել, որ իրանք կաթողիկոսին աջակցում են, այդ թեմերը ենթադրում եմ տարանջատվելու են, ասելու են, ախպեր դուք ձեր կաթողիկոսով, մենք մեր գործերով։ Համարվելու է, որ սա նիկոլական կաթողիկոս է, որին չի ճանաչում ոչ միայն իրենք չեն ճանաչում, ասելու են Հայաստանում իրան չեն ճանաչում կաթողիկոս, չէ, ասելու են, չէ, ասելու են հայ հասարակության մեծամասնությունը չի ճանաչում։ Հիմա ես քեզ մի հատ կոնկրետ օրինակ եմ բերում։ Մոսկվայի մեր թեմի առաջնորդը կոչվում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։ Դա նա կաթողիկոսի եղբայրն է, Եզրաս։ Ենթադրում եմ իրան էլ հերթը կհասնի, էլի դժվար իրան ոնց են հանելու։ Լսի, եթե ինքը Եթե նոր կաթողիկոս, նոր կարգալույծը անելու հանձնաժողով, չգիտեմ, չի լինելու։ Ես քեզ ասում եմ, հենց նոր կաթողիկոս դրեցին, Եզրաս arczepiskopos Ներսիսյանը հայտարարելու է, որ ես չեմ ճանաչում Նիկոլի դրածոյին, որովհետև նա
չունի լեգիտիմություն, նա օրինավոր կաթողիկոս չի։ Ու քանի որ Ռուսաստանի իշխանությունները պաշտպանում են բանի Եզրաս arczepiskopos-ին, իսկ դա ակնհայտ երևաց բանի ժամանակ։ Նիկոլայը շահարկում այլ ասում է բանը KGB-ի ագենտ է, դրա համար էլ պաշտպանում են։ Ախպեր ասելու են դուք սրանք KGB-ի ագենտ եք ասում, մենք էլ ձեր դրածոյին ասում ենք բան, ՑՌՈ-ի ագենտ։ Հաստատ։ Իսկ մենք չենք թողի, որ ՑՌՈ-ի ագենտը Մեր KGB-ի ագենտ ոչ, մեր երկրում փոփոխություն կատարի, ոչ թե մեր KGB-ի ագենտին բան չասի։ Ասի չհասկացանք, հետո ասեց, որ կենտրոնական հետախուզական վարչության կամ բրիտանական մի 6-ի գործակալը, որին դուք բերե դրել եք այդտեղ ու հրճակել եք կաթողիկոս, պետքա Ռուսաստանում մարդ նշանակի։ Նույնը ասելու է Իրանը։ Ասել է չհասկացանք, ոնց մի 6-ի բանի գործակալը Դու հələ որ թվարկում ես պետական դիրքորոշումները, բայց հենց եկեղեցիների դիրքորոշումը, ասենք, չգիտեմ, բանի, չգիտեմ, Կանադայի մեր թեմը համաձայնվելու է։ Լսի, Լիբանանի թևը, Լիբանանի կամ Սիրիայի թևը, Սիրիայինը լը կարող է։ Լսի, մեկը ասելու է, որ դա մի 6-ի է, մեկը ասելու է թուրքական միթն է նշանակել։ Մյուսներն էլ հենց հոգևորականներն են ասելու մենք բանա, մենք տարանջատվում ենք, մենք այս կաթողիկոսի հետ որևէ հարաբերություն ունենալ չենք ցանկանում։ Ինչ է ստացվելու։ Ինչ է ստացվելու։ Նիկոլը փոկում է Հայաստանի եկեղեցին, աշխարհի բոլոր եկեղեցիներին։ Այո, եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու փոխարեն ստեղծվում է Հայաստանի առաքելական եկեղեցի անունով մի հատ ՀԿ, որի իրավազորությունը տարածվում է բացառապես Հայաստանի տարածքում, ընդ որում մարդկանց մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը չի ճանաչելու այդ մարդկանց։ Սպասի, էլի մի հատ այդքան առաջ չգնանք, չհասնենք Նիկոլի հաջողած պրոյեկտների этаպին, էլի մնանք այս этаպում։ Ես խոսում եմ թե ինչի մասի, ինչի է ինքը ձգտում։ Ինքը ինչի է ձգտում, պատկերացնում եմ, բացարձակ բռնապետության այս երկրի տարածքում, ընդ որում նաև հոգևոր բռնապետության։ Բայց ինքը գնաց այդ Արմավիրի ձեր եկեղեցում դրոշը դրեց, կաթողիկոսի անունը զեղչեց, իր 10 հոգով պատարակն արեց, քիչ ծափերով դուրս եկավ, նստեց ավտոն, գնաց տուն։ Այդ եկեղեցու դեմը ած են թողնելու, ոստիկանություն են թողնելու, ոնց են անելու, որ մյուս կիրակի դրոշը չիչացնեն, ասենք թե, եթե դեմ են այդ դրոշին, բանը կաթողիկոսի անունը հնչեցնեն, որովհետև հետա գալու Տեր Մաշտոցը ես ինչքան հասկանում եմ, հոյ ամեն անգամ այդ փոխարինող քահանաներին չեն ուղարկելու։ Չէ, դա մի քահանան նույն մարդն էր, ինչ որ ամենտեղ հետը տանում է, էլի շատ չի։ Հա, Գյումրիում էր, Գյումրիում տանում էր, դրանից առաջ էլ Սուրբ Սարգսում էր ոնց որ թե քահանա։ Այսինքն դու այդքան նույնիսկ բան չունես, հա, այդ շրջիկ կրկեսի անդամ չունես, որ ամեն եկեղեցում մի հատ հերթապահ քահանա թողնես, որ անընդհատ զեղչեն, հա, կաթողիկոսի անունը ու թե մի առաջնորդի անունը։ Մյուս կիրակի ամեն ինչ վերադառնալու է իր շրջանակներին։ Իմաստը, հիմա դրա արդյունավետությունը ինչքան է, պատկերացնում 0։ Զարա ջան, ինքը մի հատ process է սկսել, նախ քեզ թվում է, չէ՞, 0 է, բայց իրականում 0 չի։ Ինքը մի հատ process է սկսել, որ ասի տեսեք, ես որտեղ ուզում եմ այնտեղ մտնում եմ, որտեղ ուզում եմ իմ կամքը թելադրում եմ, անգամյա ջարդելով ծեծելով ոստիկանները կմտնես, ինչ։ Իհարկե, դա տևելու է այնքան ժամանակ, քանի կա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ։ Հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց չեզոքացնել, իսկ ես նորից չեմ ուզում կրկնել, թե չեզոքացման ինչ տարբերակ կա, իսկ այդ տարբերակը միակն է, նրա մահը կամ սպանությունը, Աստվածաշան, շատ տենց բաներ ենք ասում, բայց ուրիշ տարբերակ չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի ընդունակ մարդ է, ամեն ինչի, ասա որ ամեն ինչի ընդունակ է։ Լսի, երբ որ ինքը կնշանակի չեզոքացնի ամենայն հայոց կաթողիկոսին, կնշանակի նոր կաթողիկոս, ես կաթողիկոսն կվերցնի ու ասենք ամեն մի եկեղեցում կնշանակի մի հատ նոր քահանա։ Այդքան ուներ։ Լսի, եթե անընդհատ նույն քահանային բոլոր շրջիկ բաների պատարակներին հետները տանում են, շատ ունեն, շատ տարբեր կտանեին, էլի։ Կդիմեն կյանքի խոսք եկեղեցուն, ընդեղից քարոզիչների կբերեն, Բանո, Պարտկով, վարձակալությամբ։ Հա, բայց մի քիչ աղի, կարա լինի, կարա, ես քեզ ասեմ, միանշանակ կարա։
Ես օրինակ անկեղծ նայում էի այդ առաջին պատարակներին ու մտածում էի, որ պրոգրեսիա է լինելու։ Ոնց որ եղավ իր Գյումրուց Երևան գալու պրոգրեսիան, հա, ինքը դուրս էր եկել 3 հոգով, եկավ Երևան, հասավ, դառավ 100,000 հոգի։ Օրինակ, այսինքն, եթե դու ինչ-որ գործողություն ես անում, ամեն հաջորդի ընթացքում քեզ մարդիկ են ավելանում, քո արածը էֆեկտ ունի, իմաստ ունի, կարող է արդյունք ունենա, բայց իր դեպքում ամեն հաջորդ պատարակին նվազում են։ Այսինքն նույնիսկ այդ իր մոլի գժերը չեն գնում արդեն հետը, էլի։ Օրինակ այս անգամ Երեմյան կրթահամալիրի տնօրենը դե չկար, ես շատ տխրեցի, Երեմյանը ասում Կոջոյան Տիկին Երեմյանը, շատ տխրեցի, ամեն անգամ սրտատրոփ սպասում եմ, որ ինքը ասի, որ ամեն Կիրակի ինքը գնում է եկեղեցի, որտեղ Նիկոլը, ու դա միշտ տենց գնացել է, էլի։ Այսինքն նույնիսկ իր այդ շքախումբն է պակասում։ Ի՞նչն է հույսը։ Քեզ թվում է թե իրան հանրային աջակցությունն է պետք։ Ոչ, իրան հանրային աջակցություն պետք չի։ Իրան պետքա մի բան, իր պրոգրեսիան ավելի շատ թվով գրաված եկեղեցիներ։ Ինքը համարում է, որ եկեղեցին ինքը ես մտել եմ, այդ եկեղեցին այլևս գրաված է իմ կողմից։ Ախր որը պիտի գրաված լինի, պիտի կարողանաս դա պահես։ Այդ նույնն է ոնց որ պատերազմի ժամանակ մտնես արագի մեջ 5 րոպեով մտնես մի հատ ինչ որ քաղաք, հետո դուրս գաս ասես այդ քաղաքը արդեն իմն է, մի անգամ մտել եմ ես այդտեղ։ Դա դες չի աշխատում, պիտի պահես, չէ, այդ տարածքը։ Լսի, էլի եմ ասում, Զարա, բանը, դու մի բան պարզ պատկերացրա, իրան պետք չի այսօր պահել, իրան այսօր պետքա մտնել, գրավել, հետո դուրս գալ։ Երբ որ ինքը կնշանակի, կգրավի գահը, կաթողիկոսական գահը, ինքը հասկանում է, այդ քո ասածը շատ պարզ հաշվելի բան է, որ հա ինքը չունի եկեղեցում եւ ոչ հանրային աջակցություն ունի, ոչ բան։ Ավելին ասեմ, իր ունեցած ընտրազանգվածը այս ակցիաների արդյունքում նվազում է։ Մարդիկ նայում են, այն մարդիկ, ովքեր մտածում են, դե սրա դեմ խաղ չկա, սրան դրսից են պահում եւ այլ։ Նայում են, ասում են, օրը 10 հոգի մարդ չի կարող հավաքի։ Սա հաստատ հաջորդ ընտրություններին գնալու է։ Ոչ չի մնալու, էսա իր ունեցածը, իր ռեսուրսը էսա, իր նախարարները իր այդ ամեն տեղ չի որ գնում են։ Նենց դեմքերով են գնում, մարդ մտածում է ծանր հիվանդ են, էլի։ Այսինքն կողքից նայողը նաև հասկանում է, որ իր բանը ռեյտինգն է իջել, իր ազդեցությունը այդքան ուժեղ չի, այդքան ինքը հզոր չի, ինչքան կարա թվա առաջին հայացքից։ Այդ վնաս է նաև, չէ՞։ Այդ կողմից համաձայն եմ, որ հանրության մոտ ինքը բանա վստահության կորուստ ունի, ռեսուրսի տեսք կստանում։ Լսի, բայց էլի եմ ասում, ինչա դու մտածում ես ինքը մտածում է, որ ինքը հայ հանրության աջակցությամբ է իշխանությունը պահելու։ Ես չեմ կարծում։ Ինքը մտածում է, որ ինքը կամ ես էլ եմ ասում, ինքը մտածում է կամ ես ընտրություն չեմ անելու, հա, ընտրություն չեմ անելու։ Լսի, վերցնելու եմ ու ընտրություն չանեմ։ Հիմա ինչա, ես ինձ մի ապետ բան անեմ հրճակեմ։ Ասեմ բանա, չգիտեմ, քաղաքավորական արյունի մեջս։ Կամ ընտրություններին ասելու են, որ մասնակցում է այս 4 ուժերը։ Այս 4 ուժերը մասնակցում է։ Ես եմ Արամ Սարգսյանը, Լևոն Շիրինյանը, մեկ էլ ասենք բանը։ Արման Բաբաջանյանը։ Հա, ասենք, այս 4-ով մասնակցում։ Խզմալյանը։ Չէ, Խզմալյանը ես քեզ ասեմ, ի պատիվ Տիգրան Խզմալյանի, Տիգրան Խզմալյանը էականորեն տարանջատվում է։ Հաստատ ես էլ նենց չի որ ես հարցազրույց էր տվել մարդու սիրտ էր կանգնում իր ասած մտքերից ասում են քաղբանտարկյալ կա ասում է չէ ասում ոչ չկա բայց մարդը վիդեո հարցազրույցի նետո ասում են բայց մարդը նստած այն մարդը նստած է բարձրբազաներ այդ էս կոչերի համար դա քաղբանտարկյալ չէ եթե այտենց բանը ասել ուրեմն իրան է կթողեն։ Չէ, եթե ասելա քաղբանտարկյալ չկա, ուրեմն հաստատ 5 կուսակցություն կմասնակցի ընտրություններին։ Լսի, իսկ ինչա, իսկ քո կարծիքով ինչ կլինի, եթե այդ 5 կուսակցություններին թողեն մասնակցել։ Ինչ կլինի։ Ոչ մեկ ընտրության չի գնա։ Հա, չեն գնամ ընտրեմ, լավ ասա, լավ։ Չես գնա, ով որ կգնա, կհավաքեն, ասենք 70% կհավաքի բանը, ԿՊ-ն, այն 30%-ն է կկիսվի այդ մի 4-ի մեջ։ ԿՊ-ն կգա իշխանություն։ Ու մենք հետո կհամակերպվենք։ Ու ընտրությունների հաջորդ օրը մենք բոլորս կվերկենանք, կհամակերպվենք այդ մտքի հետ, կասենք դες սենց էր ձևը։ Նայի, հիմա քեզ ասում եմ, կարող է սա շատ քեզ թվա շատ ֆանտաստիկ,
Չէ, շատ անիրական բան չէ, ասեն, այս մարդը ախպեր, ոնց է հնարավոր մյուս կուսակցություններին չթողեն մասնակցեն ընտրություններին, չէ, ոնց։ Դե չէ, կարա չթողը տեխնիկապես, բայց դրա հետ արդյունքների հետ ո՞նց է առերս։ Նայի, Զարա ջան, այն օրը նիկոլական քարոզիչներից մեկը Դանիել Յոնիսյանը, որը այսպես կոչված, մի հատ բան է, Facebook, խնդրում եմ, կարաք դուք էլ մտնեք կարդաք, ասում է, այս եկեղեցու դեմ իրականացվող եւ ընդհանրապես դա մենակ եկեղեցուն չի վերաբերում։ Կարող է ասեն, որ դա օրենքից դուրս է։ Կարող է։ Չէ։ Կարող է։ Մի հավանական Լսի, ասում է կան կասկածներ, բայց ոչ ապացույցներ, որ այսինքն եկեղեցին բանը արվում, եկեղեցիականները Ռուսաստանի կողմից, չգիտեմ, այսպես ասած, ասում է հիմի ընտրության առաջ ենք, հիմի օրենքը խախտելով պաշտպանենք բանը, պետությունը, թե ասենք օրինակ օրենքը, ասենք դե օրենքով դա չի կարելի եւ այլն եւ այլն։ Օրենքը նախատեսում է, եթե դու ինչ-որ մի կառույցում օտար երկրի ագենտ ես գտնում, քրեական օրենսգիրքը հնարավորություն է տալիս հոդված հարուցել այդ մարդուն ապացույցների հիման։ Ճիշտ ես ասում։ Ոչ թե դնել մի ամբողջ կառույցի Բայց ինքը ասում է ապացույց չկա, բայց կա հիմնավոր կասկած։ Հիմի օրինակի հիմնավոր կասկածը։ Հիմա, քանի որ ամեն ինչի հիմքում դրվում է կարա դրվի հիմնավոր կասկածը, նայ, ասելու են, մեր ձևով շարժում է, հիմնավոր կասկած կա, որ բան է արվում, հրահրվում է կամ կառավարվում է Ռուսաստանի կողմից։ Ասում են, Սավել Կարապետյանը փողել է Ռուսաստանում աշխատել, բանի KGB-ի ագենտ։ KGB-ի ագենտ է։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը կարան հիմնավոր կասկածներ։ Քոչարյանը բանի գույք պարտքի դիմաց ծրագիրը ռուսներին ա տվել KGB-ի ագենտ։ ՀՀԿ-ին կարան ասեն։ Միանշանակ ասում են, բանը մինչև վերջին պահը պահել են որպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, Նամակա գրել բանը, Սերժ Սարգսյան, նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին նամակա գրել, որ բան չլինի, ռուսական գործակալական ցանց չլներ։ Հիմնավոր կասկածա թե չէ։ Միանշանակ։ Բոլոր ռուսի ագենտ են բացի Նիկոլից։ Նիկոլը պրոստը Թուրքի ագենտ է։ Հիմա ո՞նց անենք այս հարցը։ Լսի, հիմնավոր կասկածներ կան, որ կան, չէ։ Հիմի կարան հիմնավոր կասկած, ասելու են չհասկացանք, հիմնավոր կասկածներ, ճիշտ է, օրենքը թվում է թե առաջի հայացքից թվում է թե բանը, հնարավորություն տալիս է։ Չէ, օրենքը հնարավորություն չի տալիս, որովհետև ապացույց չկա։ Հիմա ասելու են դա ապացուցեք, որ բան են, ագենտ են, ո՞նց ապացուցեն։ Չէ, ո՞նց ապացուցեն, չկա։ Չէ, գիտես, ապացույցը մենակ մի ձև կարա լինի, մի ձև, որ ասենք թե ռուսական այդ FSB-ն ուղարկի ցանկը իրաց ագենտների։ Հա, ագենտների։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի վերջին այցը կարող է հենց այդ նպատակով էր։ Գնացել էր ցուցակը խնդրել։ Որտեղ էր ինքը ապրում։ Ուշադրություն դարձրել ես։ Լուբյանկայի դեմը։ Այո, եւ այնց մի հատ այնց սիրատոչոր հայացքով նայում էր դեպի Սելֆի էր դրել, բանով Լուբյանկյան հետևի ֆոնի վրա էր, ցույց է տալիս, որ բանը սերտենք։ Չէ, գնացել եմ ցուցակը վերցնեմ, բայց ինձ թվում է կարող է չգիտեմ, կարող տված լինեն կա։ Ցուցակում ինքը պետք է լինի, ուրիշ մարդով պետք է լինի։ Բոլոր երկրների ագենտ ապացուցված Նիկոլ Փաշինյան։ Ինչ կասկած կա։ Չէ, հիմա ասելու է գնացի դիմեցինք, պաշտոնավեց, կամ չտվեցին։ Բայց կան հիմնավոր կասկածներ։ Հիմնավոր կասկած կա, որ ասենք թե Տիգրան Խզմալյանը բանի ռուսական հատուկ ծառայությունների գործակալը չկա։ Արամ Սարգսյանը չկա, Լևոն Շիրինյանը չկա, Բաբաջանյանը չկա։ Այս մարդկանց թողել ենք մասնակցեն ընտրություններին։ Արդյոք ընտրությունները ժողովրդավարական են։ Իհարկե, որովհետև բազմակուսակցական ընտրություններ են։ Արդյոք թափանցիկ են։ Այո, մարդկանց կամքի վրա մենք բռնանում ենք, որ ասենք մի գնացեք ընտրության կամ այսպես գնացեք ընտրեք ինչ որ մեկին։ Չէ, ասելու են, մենք քարոզություն ենք անում, հա, ամեն մեկը ազատ քարոզություն ալնելու։ Եվ ասելու են, ինչ էիք ուզում, թողեինք այդ ռուսական ագենտները գային մասնակցեին ընտրություններին, Հայաստանի սարքեին գուբը։ Ինքնիշխանությունը կորցնեին։ Օրենքի շրջանակներում, օրենքը, այդ ձեր ասած ենթադրյալ օրենքը, դրա պատճառով ինչա թե մի հատ օրենքը աշխատի, երգիրը բարի տանք, էդ եք ուզում։ Չէ, էդ եք դու օրինակ էդ ես ուզում, Զարա։ Լսի,
Ախր այդ անտեր օրենքը հո նրա համար չի ստեղծված, որ օգտագործեն կամ չօգտագործեն։ Դա իրականում նրա համար է, որ մարդիկ ունենան այդ հավասարության, արդարության զգացումը ու ոչ մեկի գլուխը չտան ջարդեն։ Երբ որ օրենքները դադարում են գործել, հա, մարդիկ արդեն սկսում են զարտուղի ճանապարհներով իրանց արդարադատությունը իրականացնել։ Տարբեր էտապներում պատմության տարբեր կերպ են եղել, հա, սկսած, չգիտեմ, գողականներից, վերջացրած հանցավոր բանդաներով, այդ մենք ունեցել ենք։ Սառա, ճիշտ Հիմա ես ասում։ կարա բանանի այս ժողովուրդը համակերպվի օրենքի այդ տենց ոտնահարման այդ արդարության զգացումը այնքան կորցնի, որ դա վերածվի ուղղակի բռնության կիրառման, ոնց որ արել են, չգիտեմ, Քադաֆին, բանին ու մնացած բոլոր բռնապետները։ Բայց էդ էլ ասենք, որ Քադաֆին կարծեմ 40 տարի կառավարել է։ 76 թվին եկել է իշխանության, 76 թվին, 2011 թվականին հեռացվել է։ Նու, հա, էլի 30 քանի տարի, 35 տարի, հա, կարծեմ Քադաֆին Չէ, մենք այդքան ժամանակ չունենք, էլի մեր երկիրը Դե հիմի ես ինչի եմ դա ասում։ Երբ որ դու ասում ես, որ այո, ռեժիմի դեմ կսկսվի պայքար, չգիտեմ, Չէ, այսինքն մարդիկը կգնան բռնության, չգիտեմ, մեկը կգտնվի, որ կմտածի, որ այլևս ելք չկա, միակ ելքը բռնությունն է։ Լսի, ճիշտ ես ասում, բայց հիմա մարդիկ, նայ, քաղաքական գործիչները, վերլուծաբանները, լրագրողները, չգիտեմ, տարբեր մարդիկ, ազատ մտածող մարդիկ, բոլորը ասում են, որ Հայաստանում հաստատվել է բռնապետություն, մարդկանց իրենց ազատ տեսակետի կամ արտահայտման, խոսքի, քաղաքական դիրքորոշման համար վերցնում են, բանտարկում են, նստացնում են, չէ՞, եւ բոլորը ասում են, երկրում չկա արդարադատություն, երկրում հաստատվել է բռնապետություն, ու այդ նույն մարդիկ, չգիտես ինչի, ինչ տրամաբանությամբ ասում են, գնանք ընտրություններում իշխանությանը հաղթենք։ Սիրելի հետևորդներ, ժողովրդավարությունը, ընտրությունները եւ ընտրություններով իշխանության փոփոխությունը կամ ավելի ճիշտ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը տեղի է ունենում միայն ազատ հասարակություններում, ժողովրդավարական պետություններում։ Եթե մենք ընդունում ենք, որ Հայաստանը ազատ ժողովրդավարական երկիր է, ուրեմն մենք հավատում ենք, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կարա հեռացվի իշխանությունից։ Եթե մենք չենք հավատում, որ Հայաստանում ժողովրդավարություն է, եթե մենք հավատում ենք, որ Հայաստանում բռնապետություն է, ուրեմն ամոթ է խոսել ընտրություններով իշխանություն փոփոխելու հնարավորության մասին։ Մի հատ առարկություն անեմ։ Ուղղակի ինձ թվում է, ընտրությունները դա այն ճամփաբաժանն է։ Հա, այդ deadline-ն է, էլի, այդ վերջին բանն է, որ մարդիկ սպասում են, ասում են, դե լավ, քիչ է մնացել, այսօր տեսնենք ինչ է լինում, կարող է մարդը նորմալ ընտրություն անցկացնում, ինքը խաղաղ հանգիստ է գնում, իսկ եթե նորմալ ընտրություն չի անցկացնում, քո ասած այդ 5 փայլատակողների բանով, սխեմայով անցկացնում, դրանից հետո սկսվում է գործընթաց ու իրան սենց ալիքով քշում տանում է, կարա տենց լինի։ Նայ, իհարկե 2026 թվի ընտրությունները ելնելու է մի հատ շատ կարևոր ճամփաբաժան, որովհետև մինչև հիմա 18 եւ 21 թվականի ընտրությունները կիսատ պռատ համարվել են ազատ եւ արդար։ Ինչի համար ազատ եւ արդար, որովհետև իմ ասած մեխանիզմները չեն կիրառվել։ Թույլ են տվել բոլորով ցանկացել է մասնակցել ու ենթադրաբար այնքան շատ էլ չեն կեղծել, որ դա կրիտիկական այո, 21 թվականին կեղծիք եղել է, բայց ոչ այտենց ինձ թվում է հասցրել է ուղղակի բացարձակ մեծամասնության։ Այդքանն է կեղծել։ Իսկն ինքը մեծամասնություն ունեցել է այդ բացարձակին հասցրել։ Կարևորը մի բան է, որ հանրային գիտակցության մեջ ընտրությունները ընկալվել են որպես արդար։ Այո, մարդիկ համարել են, որ հələ դեռ հասարակության մեջ Նիկոլին ձեռն տվողների քանակը մեծամասնությունն է։ Նու, գիտես ինչ կա, դա մի քիչ զգայական պահ է, բայց այդ ընկալումը կա։ Հա, որ հələ նախկինից բայց այն ժամանակ դա 21 թվին, հա։ Այդ հələ Արցախը չէր տվել, էլի, գոնե այդ մի հատ գլխավոր բանը կար։ Հա, պատերազմում պարտվել էինք, բայց Արցախի համար պայքարը գնում Հələ էր։ մի բան էլ հակառակը Քարոզարշավի ժամանակ ասում էր, որ Արցախի ինքնորոշման հարց է բարձրացնում։ Այո։ Հիմա բնականաբար հենց այս պահին 26 թվականին առավել եւս
ինքը վերարտադրվելու դեպքում, այսինքն Իրան իշխանություն հռչակելու դեպքում ելնելու է բացարձակ ապօրինի, այսինքն հանրային ընկալման մեջ ելնելու է գիտակցում, որ ինքը բռնազավթել է իշխանությունը։ Հիմա այն ուժերը, որոնք ու Հայաստանում սկսվելու է մի հատ նոր էտապ է գալու, որ այն քաղաքական ուժերը, որոնք մինչև հիմա գոյություն ունեին, որ ասում էին գնանք ընտրություններով, հասարակությանը համոզենք, որ ինքը վատն է, Վերընտրվելու շանս չունի չունի։ եւ այլն, Տես օրինակ Ռոբերտ Քոչարյանին հարցնում են, ասում են, Բա ինչ ես անելու, եթե նորից ընտրվի, ասում է չի կարա չի կարա ընտրվի, չի կարա, Հիմի ասենք Բանը վանգայություն անում, ինչ անում, Չէ, այդ բանը անում։ 21 թվականն էլ էր, չի ասում հաղթելու եմ, կռելու եմ։ Գրելու լավ դեր։ Չէ, լավ կռելու եմ կամ կռելու եմ, տարբերություն չկա։ Ես ասում եմ հաղթելու եմ։ Այո։ Հիմա էլ ասում եմ Նիկոլ Փաշինյանը պարտվելու է, տարբերակ չկա, չէ՞, Չի ասում ես եմ գրելու, ասում է պրոստը պարտվել։ Լավ, ես ուրիշ բան եմ ասում, եթե որ այդ որևէ մեկին չթողի մասնակցել, ընդհանրապես հաստատ հաղթելու է, հաստատ։ Եթե չթողի իր ուզած մարդկանց թողի, լսի Եթե ընտրության փոխարեն ասենք, չգիտեմ, հրճակի, որ բանը իր ընտանիքի անդամներն են մենակ ընտրելու, օրինակ։ Զարա ջան, աշխարհում լիքը երկրներ կա, որտեղ ընտրությունների մասնակիցների ցանկը իշխանությունը ինքն է որոշում։ Ասենք, վերցնենք մեր հարևան Իրանը, Ռուսաստանը, բայց ու ավելին ասեմ, այն մարդիկ, ովքեր որ փորձում են առաջադրվեն կամ բերդում են հայտնվում կամ բայց ստիպված են լինում արտագաղթել։ Հիմա այսինքն մենք մեզ էլ է էլի այդ բանը ֆորմատը սպասում։ Ես քեզ ասեմ, ինքը շատ ուշով կրկնում է Պուտինի արած քայլերը։ Ուղղակի Էրդողանի տարի առաջվա։ Մի քիչ ավելի շատ Էրդողանի, գիտես ինչի համար եմ ասում։ Շատ չեմ հետևել, Պուտինը հետևել եմ, էլի։ Լսի, Էրդողանն էլ թողում է, որ ընտրություններին մարդիկ մասնակցեն, Ստամբուլի քաղաքապետի հենց հաղթում են, բռնում են, նստացնում են։ Ավելի շատ թուրքական սցենարն է աշխատում։ Ռուսաստանում չեն թողում։ թողում։ Համայնքապետերի հետ տենց բանանես, բայց երկրի վարչապետի ազգային ժողովի հետ չես կարա տենց այդ մեխանիզմով անես։ Ավելի լավ է ռուսական սցենարը։ Ավելի լավ է ռուսական։ Չթողնի մասնակցել։ Այդ երկուսը իրար հետ միացրեց։ Խելացի։ Տեղական ընտրություններ։ Դրանից հետո այդ ալիքը ոնց է, մարդը, որը այդքան վախեր ունի, որ 100 հատ մեքենայով, թիկնապահով, ԱԱԾ-ականներով, բունկերների պատմությունները հիշենք, այդ մարդը չի կարա այդ վախ իր աչքի առաջ չլինի, որ կգա նախբեր ինձ քադաֆի կանեմ։ Լսի, ինքը մտածում է, եթե Էրդողանի մոտ դա ստացվում է, եթե Իրանում ստացվում է, եթե Բելոռուսում ստացվում է, Ղազախստանում ստացվում է, Տաջիկստանում ստացվում է, Կիրգիզիայում ստացվում է, Ռումինիայում ստացվում է, Մոլդովայում ստացվում է, ամենտեղ, լսի, Ռումինիայում նախագահական ընտրություններում մարդը հաղթեց, ասացին ընտրությունները չեղյալ ենք հայտարարում, որովհետև սենց այս մարդը հիմնավոր կասկածներ կան, որ այս մարդը կապված է ռուսների հետ։ Ռուսիա ագենտը։ KGB ագենտ։ Հաղթած մարդուն հեռացրեցին, չթողեցին որ դառնա նախագահ, նոր ընտրություններ կազմակերպեցին եւ բան արեցին։ Ուզում եմ ասեմ, լսի, մեր պատկերացումները ինքը օրինակներ ունի։ Ուզում ես ասես, ինքը օրինակներ, բանի, որին կարա հետևի ունի։ Տարբերակներ ունի։ Ինքը ասում է, եթե տասնյակ մարդկանց մոտ հիմա ասում ես Քադաֆին։ Ես ինչով եմ պակաս։ Հիմա ասում ես Քադաֆին։ Ես էլ ասում եմ 10 հատ օրինակ էլ ես եմ բերում, որ մարդկանց մոտ հաջողվել է։ Հաջողվում եմ, ասում ախպեր, ես ինչով եմ վատը։ Ինչի ես պետք է իշխանությունը կամավոր ինչ-որ մեկին զիջեմ։ Եթե դու դրա դեմ ինչ-որ արգումենտացիա բերես, ասենք ինչ-որ փաստած բերես, ասես լավ, որովհետև կարա հայտնվի մեկը, որը քեզ, չգիտեմ, ուղակի հաշվեհարդար կտեսնի այդ պարագայում։ Դրա համար Որովհետև 10 միլիոն հայերից մեկը կարա մտածի, որ Հայաստանը կորցնելու բան չունի։ Դու էլի սխալ տեղ ես գնում։ Գիտես ինչի համար։ Ինչի համար։ Ինքը արի սենց ազնիվ ելնենք։ Ինքը ավելի պաշտպանված է այդ հաշվեհարդարից իշխանություն ունենալու պարագայում, թե իշխանությունը կորցնելու դեպքում։ Այո, իշխանություն չունենա, կարող է մոռանան իր արածները, գնա հանգիստ վայելի իր գողացած։ Երաշխիքը որ կմոռանան։ Մի հատ ասա։ Իսկ սենց որ անի հաստատ չեն Բայց սենց ինքը գտնվում է իշխանության մեջ ու հսկայական պաշտպանության մի քանի շղթա ունի։ Այդ քո ասած շրջումը, ասենք, հարյուրավոր ոստիկաններով, ԱԱԾ գործակալական ամբողջ ցանցը իր համար պատմությունը բաներ ունի, էլի դեպքեր ունի,
Քենեդիի պես տղուն են սպանել, նես չի որ ինքը պաշտպանված է այդ ԱԱԾ-ի գործակալներով։ Այդ վախը վտանգը շատանում է, երբ որ դրանց է։ Ես վստահ եմ, որ ինքը հաշվում է, որ ինքը իշխանություն ունենալու պարագայում ավելի պաշտպանված է, քան իշխանությունը կորցնելու պարագայում, չունենալու պարագայում, եւ իմ կարծիքով ինքը այդ հարցում ճիշտ է։ Անհամեմատ ավելի ինքը պաշտպանված կլինի իշխանություն ունենալու, քան չունենալու պայմաններում։ Հիմա ուրիշ տեղ հարց է առաջանում, արդյոք դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժա, Այո, այդ հարցը շատ ոնց որ ասենք հավերժա, օրինակ Ռահմոնի իշխանությունը, Տաջիկստանի, չէ՞, կամ ասենք Այաթոլլայի իշխանությունը, ասենք Գուրբանգուլի Բերդի Մուխամեդովը Թուրքմենստանի նախագահը իր տղային դրեց, Ալիևն էլ էլի։ Չէ, Ալիևը մոտիկ տարբերակներ ունենք։ Այնտեղ Իլհամին դրեց, Հեյդարը դրեց, երբ որ ինքը արդեն մահամերձ էր կամ մահացած էր։ Այնտեղ տարբերություն կա, չէ։ Բերդի Մուխամեդովը հիմա շատ նորմալ կա, գործում է շատերի կարծիքով նույնիսկ ինքն է երկրի նագրոսկով չի ուզում աշխատի, ոնց է աշխատել։ Հա, այդ միջազգային հանդիպումներին, բաներին տղանակ գնում։ Ասենք այնտեղ ելում ասենք Լուկաշենկոն այս 93 թվականից, ասենք 30 քանի տարի է ամենահինն է, չէ՞, ոնց որ ամենահին սաստավի։ Չէ, ինձ թվում է Տաջիկստանինը կարծեմ ավելի բան է, հա, Ռահմոնը դե սովետի ժամանակ Ռահմոնը վեր, հիմա դարձել է Ռահմոն։ Չէ, բա հիմա ինչ անենք, ասում է, բրծում կա։ Այս էլ ջահել տղա է, էլի, ասես որ գնա մի 30 տարի հələ հանգիստ իշխանություն կպահի։ Հա, դե, հա։ 50 տարեկան է, էլի, մինչև 80-ը կարա պահի։ Լսի, մի բան կա, որը Նիկոլ Փաշինյանին առանձնացնում է բոլոր այդ մարդկանցից։ Հապա։ Դա այն է, որ իր վրա դրված է ազգային դավաճանի դրոշմը։ Ասենք ոչ Լուկաշենկոն է երկիրը ծախել։ Ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Ռահմոնը, ոչ Բերդի Մուխամեդովը, ոչ էլ տարածքներ են կորցրել։ Դա եմ ասում, էլի։ Դավաճանը մենակ դավաճանությունը չի, էլի, ոչ էլ նաև պարտվել են, ոչ էլ նաև պատերազմներ են ունեցել։ Այդ իմաստով իրանք բան են, էլի, շատ սեփական երկրի շահերից հանդես եկող ղեկավարներ են։ Եվ հասարակությունները իրանց չեն դիտարկում որպես պարտության եւ դավաճանության սիմվոլ։ Այո։ Բռնապետների համար կարևոր է հանրային հեղինակություն ունենալը։ Բա այդ ես ասում, ես էլ քեզ էի ասում, այդ եկեղեցու տեսարանները իր հանրային հեղինակությունը գնալով ավելի են ոչնչացնում։ Հիմա օրինակ իր հետ զուգահեռ կարելի է տանել մենակ Սաակաշվիլին, ինձ թվում է։ Որ համ այդ կորուստներն ա ունեցել, համ այդ դավաճանության բանն ա ունեցել, հա, ենթատեքստը։ Հա, դրա համար այդ բանը հանրային զզվանքը բան անելու համար, կոմպենսացնելու համար, էլի, հա, հասարակություն։ Չէ, ինքը փող չի կարա ճարի, հիմա աշխարհում փողը գնալով քչանում է եւ պրոբլեմատիկ է դառնում փող դառնալը, եթե նախկինում հեշտությամբ կարողանում էր վարկ վերցնել, բան անել, հիմա այդ վարկ վերցնելն էլ է դառնալու դժվար, մանավանդ որ Հայաստանի վարկային բեռնել այնքան ավելացել, որ Սա 50%-ին կհասնի բանի, ահա, հնայի։ Դե հնանել ուռճացած սարքած հնայա։ Չէ, ուրիշ բան, ինքը տես փնտրում է արտաքին հովանավոր, իշխանության արտաքին երաշխավոր, որ ասենք թե Բայց դա կոմպենսացնում է հանրային աջակցության սպառվածակայությունը։ Այո, ասեմ ոնց է կոմպենսացնում։ Հիմա եթե օրինակի համար Թուրքիան եւ Ադրբեջանը դառնան Հայաստանի իշխանության արտաքին երաշխավորը, Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին երաշխավորը։ Ես քեզ մի բան ասեմ, սենց մի բան պատկերացրա։ Եթե ասեն, եթե հայ հասարակությունը, բան անի, ըմբոստանա Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, Թուրքիան հարձակվել։ Հարձակվել բառ մի օգտագործի հարձակվել։ Մտնել։ Թուրքիան եւ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնում վերականգնելու սահմանադրական կարգը։ Զարա, աշխարհում վերջի 5000 տարվա մեջ որևէ բան չի փոխվել, որևէ բան։
Լսի, երբ որ մի էս 5 կամ 6, չգիտեմ էլի, երբ որ մի երկրում դրածո է եղել, դրածո իշխանություն, չէ՞։ Ասենք ենթադրենք Բյուզանդիան կամ Պարսկաստանը Հայաստանում թագավոր են նշանակել, չէ՞։ Դե նշանակ սենց է, չէ՞, կոչվել է արքա եւ արքայից արքա։ Եթե դու իբր սենց թագավոր ես այստեղ, ասենք այնտեղ բանի։ Մի հատ վերադաս։ Հա, վերադաս ունես, այդ վերադասը կոչվել է արքայից արքան, էլի, yəni թագավորների թագավորը, չէ՞։ Հենց այստեղ հասարակությունը այս թագավորին հասարակությունը, ասենք, մարզպետները, նախարարները, իշխանները բունտ են բարձրացրել, որ դա էլ ընդդիմությունն է էլի իրականում, հա։ Ուզեցել են, ասենք, Բյուզանդիայի նշանակած բանին հանեն գործից, արքային, կամ հայամետ արքա նշանակել։ հա, ասեն ապեր, մի քիչ նորմալ մարդու նշանակեք կամ բերեք, այս ինչ մարդու նշանակեք, լսի, զորքը մտել է, հա, մտել է եւ վերականգնել է։ Բայց դու հիշում ես, որ 21 թվականին դա ինչ-որ բաներ եղան, որ Գենշտաբը բան արեց, հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Թուրքիայից արձագանքեցին, որ բանը համանդրական կարգի տապալում է, ռազմական հեղաշրջման փորձ է։ Մայ չեղել կարան եւ բանը։ Եվ հա, բնական է։ Եվ Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ դարպասները կբացի, կասի, էստի համեցեք։ Եկեք օգնեք տղեկ։ Հա, լսի բացել փակելու խնդիր չի էլ առաջանա։ Ասենք կոմից է բացվում։ Հա, այն կոմից է բացվելու։ Հա, չեն ասելու է որ գնացինք, ասելու են ռևանշիստները, չգիտեմ այս ինչը, այն ինչը, սեպարատիստները, խաղաղության պայման, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի մեջ ինչ որ մի կերպ դա ֆիքսվելու է, որ եթե որևէ ասենք Հայաստան ռազմական հեղաշրջման փորձ լինի, ապա կամ փորձ լինի, որ տարածաշրջանի երկրները իրավունք են ունենալու միջամտեն։ Երաշխավորները, ասենք օրինակ Թուրքիան լինելու է երաշխավորը այդ պայմանագրի իրականացման, ենթադրենք, եթե ինչ որ վտանգի տակ դրվի խաղաղությունը եւ այլը։ Քո ասածի այդ ամբողջ ճովին կհամաձայնվեի, եթե մի հատ փոճուր նոճ լիներ։ Ասեմ, հիմա այս Նիկոլ Փաշինյանի համար կարևորագույն փուլում, երբ որ ինքը պետք է խաղաղության պայմանագիրը ամբողջ ուժով քարոզարշավի շրջանակներում վաճառի հայ ազգի վրա, այնտեղից Ալիևը շանսն ու առիթը բաց չի թողնում, ամեն անգամ հիշեցնելով, որ իրանք մեկաթշնամի են, որ հայկական հողերը դրանք արևմտյան Ադրբեջան են, որ Հայաստանը պարտված է ու կարող ավելի շատ պարտվի, որ ինքը այդ գիտես, այն գործընկերոջ վարքագիծ չի էլի։ Լսի, ինքը դա ասում է հայ հասարակությանը, ինքը ասում է, լսեք, Նիկոլ Փաշինյանը խելոք ենթարկվում է ինձ, բայց դուք հայերդ հələ ոնց որ ինչ որ տեղը չեք բերում։ Լսի, իր պրետենզիաները, իր հայտարարությունները ասենք հայ ժողովուրդը որ լսում է, ասում է խելոք ենթարկվող Նիկոլ Փաշինյան, թե չենթարկվող ու արտաքին այլ աջակցություններ, ավելի ուժեղ աջակցություններ ունեցող, ավելի բարեկամական աջակցություններ ունեցող ընդդիմադիր ուժեր։ Խփտի գնա Նիկոլին ընտրի։ Ոչ, դու սխալվում ես։ Ալիևը իրականում քո ասածը հակառակն է։ Դու ուզում ես ասես, որ Ալիևը իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանին վտանգում է, չէ՞։ Ոչ, ես ասում եմ, ոչ, ընդհակառակը, Ալիևը ասում է, որ պատերազմի եւ բանի վտանգը, հարձակման վտանգը անընդհատ առարկայական է։ Դուք Նիկոլին պահեք որ չհարցակվի։ Ապա մենակ Նիկոլն է, որ ես Նիկոլի խաթերա որ հələ չեմ հարձակվում, որովհետեւ Նիկոլը քանի որ իմ պահանջները հնազանդորեն կատարող մարդ է, բայց հաշվի առեք, որ եթե Նիկոլը վերընտրվեց, ես շարունակելու եմ պահանջել։ Սևանը գյոք չեմ սարքելու։ Մաները որն է, դե գրանաշը վերցնելու եմ ադրբեջանցիներին Հայաստան ուղարկելու եմ, դրանց մեծը որն է։ Դե կամաց հա գրավելու եմ Հայաստանը, բայց ոչ սենց լայնամասշտաբ պատերազմով։ Զարա ջան, հիմա հարց է առաջանում։ Կարող է մենք շատ ենք բանանում, դրամատիկացնում, բայց իրականում մեր վիճակը չափազանց դրամատիկ է։ Ես էլի եմ ասում, հիմա հայ մարդկանց մոտ ինքը ուզում է ստեղծի մի հատ տպավորություն, վախի մթնոլորտ, որ եթե ոչ Նիկոլ Փաշինյանի զիջող իշխանությունը, ու մեր բաների հետ, էլի պահանջների հետ համակերպվող իշխանությունը,
չէ, ուրիշ իշխանության պարագայում ես ձեզ պատերազմ եմ հայտարարելու։ Հիմա դուք ինքներդ որոշեք, ուզում եք պատերազմ, թե ուզում եք նման ողորմելի իշխանություն, որը մեր բոլոր պահանջները կատարելու է։ Ախր են Տրամպի բերել են երաշխավ բանն է, վկայ կանգնացրել, կարենալու է Ինչին, ինքը ինչին։ բանի ընտրություններից հետո պատերազմ հայտարարի, ինչա թե իր ուզած, իր սրտի Նիկոլը չի ընտրվել։ Կարենալու է։ Զարա, Այս տարածաշրջանում եւս մի ռազմական գործողությունների լայնածավալ կարան լինեն։ Դու մենակ չես մի ասա, այնպես բան մի արա։ Հայաստանի համար Հա։ չի կարող լինի։ Բա, Ինչ ուզում ես ասել։ ամբողջ տարածքային ամբողջականությունը միջազգային բոլոր ակտերով երաշխավորված են։ Ոչ, Ոնց է հարցակելու, եթե ասենք, չգիտեմ, մեր ձևով է հաղթեց ընտրություններում։ Զարա ջան, որևէ երկրի տարածքային ամբողջականությունը չի կարա միջազգային պայմանագրերով ապահովված լինի։ Դա այդ միջազգային պայմանավորվածություն, պայմանագիր, չգիտեմ, ապահովություն, դրանք սաղ ֆիքսիա է։ Ես նույնիսկ մի հատ sense բան ասեմ, շատ ուշադիր լսեք։ Նիկոլ Փաշինյանի ամենաուժեղ, այսպես ասած, խաղաքարտը, կոզերը, չէ, ռուսերեն ասած, Ալմա-Աթայի հռչակագիրը շատ շուտով զրոյացվելու է, զրո։ Այսինքն, Ահա, Զարա ջան, հիմա էդ էլ ասեմ։ ասա։ Նայ, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել են 91 թվականին սովետական միության բանի մեջ մտնող երկրները։ Եվ Նիկոլ Փաշինյանը իբր թե հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրի վրա եւ ասում է Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչվել է խորհրդային հանրապետությունների պետական սահմանները, չէ՞։ Հիմա ռուս-ուկրաինական բանի վրա Պատերազմի արդյունքում պատերազմի արդյունքում տեղի է ունենալու սահմանների փոփոխություն եւ միջազգային Ռուսաստանի պահանջներից մեկը եւ ամենակարևոր պահանջներից մեկը նայա միջազգայինությունը ընդունի այդ սահմանները։ այո, ճանաչի Ռուսաստանի նոր սահմանները։ Ինչ տեղի կունենա այդ ժամանակ Ալմա-Աթայի հռչակագրի հետ, Ալմա-Աթայի հռչակագիրը կդառնա 0, որովհետեւ եթե այդ պայմանագիրը չի գործում Ռուսաստանի դեպքում, չի գործում Ուկրաինայի դեպքում, չի կարա գործի նաև Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում։ Դա օրենքի նման է։ Եթե օրենքը քո հանդեպ չի գործում, մյուսի հանդեպ չի գործում, իմ հանդեպ, այո, իմ հանդեպ նաև կարա եւ չգործի։ Նենց որ Ալմա-Աթայի հռչակագիր, այդ սահմաններ, միջազգային ճանաչում բան, լսի, դրանք այնքան փուչ եւ բան դենց հեղուկ ձևակերպումներ են եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի քարտեզը նայի, վերսա նայի 20 տարի առաջվա աշխարհի քարտեզը ու հիմիկվա աշխարհի քարտեզը եւ դու կտեսնես թե որքան Ես երկր մեկը վստահ եմ, որ Ալիևը այլևս չի կարա Իրան թույլ տա հարձակվի Հայաստանի վրա։ Եթե Արցախի դեպքում կար պատրվակ, իր տարածքի մեջ էր ենթադրյալ, հա, սեպարատիստներ, չգիտեմ, ռևանշիստներ, այդ սկզբունքով էր Հայաստանի տարածքը դա ասենք առանձին պետություն է։ Բան չի էլի, տենց Ալիևի հորտնից չի բերել։ Լսի, հիմա որ օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Վենեսուելայի դեմ ռազմական գործողություն է ասել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ երկիր է, իրան մեծը չկա, իրան ուժեղը չկա, կարա ինչ ուզի հայտարարի։ Ալիևը ով է։ Լսի, բայց այդ դեպքում Վենեսուելայի ու Հայաստանի համեմատությունն էլ է տարբեր։ Հələ դու Վենեսուելայի չափերը նայի։ Եթե մեր նկատմամբ նման նկարտումներ, հայտարարություններ աներ Ռուսաստանի Դաշնությունը կամ չգիտեմ Գերմանիայի Դաշնությունը, ես կասեի, որ այո, պետք է հանձնվել ու համակերպվել այդ մտքի հետ, բայց Ալիևի ու Ամերիկայի միջև, Ադրբեջանի ու Ամերիկայի միջև մեծ տարբերություն կա։ Ադրբեջանը դեռ ինքնագլուխ պետություն չի, էլի։ Մեր ամենամեծ սխալը այն է, որ օրինակ մեզ թվում է, որ 20 թվին, թվում է, որ Ադրբեջանը այնքան ինքնուրույն չի, որ առանց ինչ-որ արտաքին աջակցության եւ այլն։ Իրական տենց էլ կար։ Ես վստահ եմ, որ արտաքին աջակցություն ինքը ունեցել է բոլոր պետությունների կողմից։ Ուրեմն, եթե պետք լինի, ինքը Հայաստանի վրա հարձակվելու արտաքին աջակցություն էլ կունենա։ Սերժ Սարգսյանը ոնց է ասում, մեր բանակցող ամեն ինչ արեց, որ միջազգային բոլոր հարթակներում Ալիևին լռությամբ թույլ տան այդ հարցը ռազմական ճանապարհով լուծելու։ Զարա, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցնելու է մի հատ վիճակի, որ երբ որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա,
կարող է, ահա, Ես ես ամեն ինչ ասում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, եթե չընտրվի, հա, խնդիր չկա։ Եթե չընտրվի, ոչ մեկ չի հարցակվելու, էլի։ Լսի, Ալիևի եթե- մեծ խոսալը էլ նշանակում Լսի, եթե Հայաստանը լինի միջազգային համայնքի օրինավոր եւ հեղինակավոր adekvat adekvat գործընկեր, բնական է, որ Հայաստանի վրա որևէ մեկը չի հարձակվի։ Բնական է։ Հայաստանի երկրից էլ հանդես եկող մարդը իրան գժի տեղ չդնի, ինչ որ անհասկանալի շահույթներ ունենալու համար։ Հա, եթե Հայաստանի նախագահը կամ երկրի ղեկավարը, ասենք մի վարչապետ է, բայց ես կարծում եմ, որ Պետք է հետ Հայաստանը փոխել նախագահականի, ես էլ եմ կարծում, սա խայտարակ վիճակ է։ Հա, Հայաստանի դժբախտություններից մեկն էլ նաև այս համակարգն է, որին չեմ ուզում հիմա շատ երկար անդրադառնամ, բայց նաև պատճառներից մեկը այս կառավարման համակարգի sense փոփոխություններն են։ Եվ երբ որ չկա բան, էլի, ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ուղիղ ընտրության միջոցով ընտրված ղեկավար չկա, դա շատ ցավալի եւ շատ վտանգավոր իրողություն է։ Բայց վերադառնալով եւ ամփոփելով թեման, ես ելի եմ ասում, մենք պետքա փորձենք 26 թվականի ընտրությունները ինչ որ ձևի օգտագործենք քաղաքական համակարգը, քաղաքական ուժերը պետքա փորձեն օգտագործեն իշխանափոխության հասնելու համար։ Եթե դա չիրականանա, արդեն Հայաստանում լրիվ ուրիշ քաղաքական իրավիճակ կստեղծվի։ Նաև արտաքին ինձ թվում է աշխարհի հետ հարաբերությունների այլ կերպ կառուցման բան ստարտ պիտի լինի, էլի 26-ի ընտրությունները։ Եթե հաղթանակի դեպքում, իհարկե։ Որ ոնց որ իհարկե ինքը արեց, բայց շատ վատ արեց, զրոյական կետից սկսելու, պետք է հաջորդ իշխանությունը նաև այդ միջազգային հարթակում կարողանա ինչ որ այլ մեկնակետից սկսի, քան Նիկոլ Փաշինյանը կթողնի, էլի ընտրությունների արդյունքում։ Եթե 26 թվականին մեզ հաջողվի հեռացնել Նիկոլ Փաշինյանին, Սա լավ կլինի։ Հայաստանի հեղինակությունը, ինքնիշխանությունը եւ այդ թուրքա-ադրբեջանական կցորդի կարգավիճակը կվերանա, միանշանակ կվերանա։ Այս ուրախնոտայի վրա, ասում եմ, վերջապես մի հատ նորմալ տեղ հասանք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեզ հետ էիք, ուզում եմ խնդրել, որ մեզ անպայման բաժանորդագրվեք ու մեկնաբանություններ գրեք։ Հաղորդման սկզբում չեմ ասել, հենց որ հիմա լայք դնելու նաև հնարավորություն ունեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործկանի հասցեին։ Ոչ մի ֆիզիկական ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։